Իդեպ մեկ շաբաթից ավել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լավ լուր է հայտնում հանրությանը։ Ադրբեջանը թույլատրել է Ղազախստանից ցորեն գա Հայաստան։ Եկավ, պարզվեց 4-րդ կարգի ցորեն է, որը կարող է օգտագործվել միայն որպես անասնակեր։ Դե ինչպես փոխնախարարն է ասում. Ցորենը ցորեն չի։ Կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Ցորենը ցորեն է, կենթանին կենթանի, մարդը մարդ։ Իշխանությունն էլ պետք է իշխանություն լինի եւ հոգ տանի ժողովրդի մասին, այնինչ այս իշխանությունը կարծես թե ճիշտ հակառակն է անում։ Մինչ ցորենի տեղ հասնել է ամեն օր գովազդանող Պապոյանին, ժողովուրդը երկու հարց էր տալիս. արդյոք ցորենի նոր խմբականակը կազդի ալյուրի գնի վրա եւ արդյոք նրանք վստահ են, որ այդ ցորենը թունավոր չի լինի։ Պապոյանը վստահեցնում էր, գնի վրա այլ հանգամանքներ են ազդում եւ նա առաջինը պատրաստ է փորձել այդ ցորենի հացը։ Այո, այլ հանգամանքներ են ազդում գնի վրա, քանի որ այնինչ նրանք փորձում են ժողովրդին հրամցնել որպես ապաշրջափակում, իրականում ապաշրջափակում չէ։ Ցորենը նախ Ղազախստանից հասնում է Ադրբեջան, Ադրբեջանից Վրաստան, Վրաստանից էլ նոր Հայաստան։ Պապոյանը չէր նշում, ըստ երևույթին չգիտեր էլ, որ եկող ցորենը ալյուրի համար չէ։ Դե իսկ 4-րդ կարգի ցորենից հացի փորձարկման ընտրությունը թող մնա Պապոյանի վրա, սակայն փաստացի ստացվում է ցորեն են բերում, հպարտանում դրանով, բայց անգամ նրանք չգիտեն ինչ ցորեն են բերում եւ ինչ ճանապարհով, ժողովրդին էլ թողնում են, այսպես ասած, լավ լուրերի հույսին։